Ողջույն իմ շատ սիրելի աղջիկներ, ուրեմն իրար ետևից վիդեոներ եմ տեղադրելու, անպայման կնայեք, նոր եմ նկարահանում, այդ գիշերվա 1000-ին, չէ, այդքանի 1000-ը չի, ժամը 2:28-ա, որոշեցի տարբեր վիդեոներ նկարեմ, վաղուց YouTube-ում չեմ երևաց է։ Հիմա այդ թեման բանի հետ է կապված, բլաշ, կարմրաներկ։ Ինչ կարմրաներկ ունեմ ձեռքի տակ։ Ուրեմն ես որպես դիմահարդար, մինչև դիմահարդար սովորելը, որպես կարմրաներկ ասվածը չեմ սիրել։ Ես այնտեղ սկսեցի սիրել ու այնտեղ էլ երբ որ օգտագործում էի ամենաբաց հաճախորդներին, բաներին այդ մոդելներին ամենաբաց, ասես սփռտնած պերսիկավուն գույնը եւ դա Lotion ֆիրմայից էր։ Եվ ես հետո որոշեցի անպայման ձեռք բերեմ բլաշ, բայց շատ բաց գույն։ Lotion-ից չէի ուզում ձեռք բերեմ, որովհետև այդքան է շատ դուրս ջերեկի ու ինքը բավականին թանկ էր։ Չէի կարծում, որ ինքը այնքան լավ պրոդուկտ է, որ իրան այտենց նորմալ է, բայց գինը չէր համապատասխանում իր պրոդուկտին, ձեռք չբերեցի։ Հիմա տեսեք, Elf-ի այն աղջիկները, ովքեր չեն սիրում բլաշ, այս Elf-ի այս համարը, կարծեմ սա համարը 21643, չէ, եթե չեմ սխալվում է դա, մինչև մեկը $3 է ինքը, Հայաստան բերելով կարող եմ $4-5 նստի քաշի փող։ Շատ բաց գույնի, ռոզվի մեջը մանր փալիկներ, ասեմ, որ իր մեջ պրոդուկտ որպես այդպեսին շատ քիչ է, շատ քիչ է, ասենց ավելի շատ տուփն է, բայց տեսեք ես, ասում եք այս երկաթը բարակ, իր մեջ շատ աննշան է, ես իրան շատ քիչ եմ օգտագործել, ինքը շատ քիչ այլ մնացել է։ Հիմա ես Elf-ից որպեսի գնումներ անեի, պիտի կարծեմ 50 թե $30 ապրանք գնեի, ես էլ ապրանք չունեի գնելու, մենակ այս բլաշի խաթերը մտածեցի ինչ առնեմ, ստիպված կողքից պիտի լի կոսմետիկ առնեի, դե պետք չէր։ Բայց այս գույնը ինձ շատ դուր էր եկել ու ովքեր բլաշ չեն սիրում, տեսեք, ինքը չէ, շատ բաց է հաղորդում կամերան։ Ինքը շատ սիրուն էֆեկտ է տալիս, եթե գրագետ ես քսում բլաշը, շատ սիրուն է լինում, բոլորին սազում է բլաշը։ Մի խոսքով, այս բլաշը ես շատ հավանում եմ ու դրանից հետո ես ինչքան բլաշներ ունեցա, ոչ մեկ ինձ դուր չեկավ, լյուքս դասերից էլ ունեի, ափսոս չեմ պահել, քրոջս տվեցի, ափսոս չեմ պահել, որ վիդեո նկարեի։ Մի խոսքով, բլաշների հետ կապված, հետո որոշեցի լավ, Թեմուից պատվիրեմ, Թեմուից սենց պրոդուկտ եմ պատվիրել, որը անկեղծ ասած ինձ տենց դուր չի եկել, տենց չեմ հավանել, թե ոնց է ինքը ռաստուշով կա լինում, ոնց է դեմքի վրա երևում, ինքը սենց մուգ է երևում, բայց դեմքի վրա բաց է հաղորդում, հետո իրան պիտի շատ քսես, որ դեմքի վրա ինչ-որ բան երևա, բայց ամեն դեպքում ինձ այդքան էլ իրա ոչ գույնը, ոչ ինքը տենց դուրս չեկավ, հետո տենց խադավոյ է չի, մի քանի հատ անում ես վերջանում է, այլ իրանից հաստատ չեմ վերցնի, ու զգացի, որ իմ ձեռքի տակ ուրիշ բլաշ չունեմ, սա տենց չեմ հավանում, սա էլ վերջանում է։ Մտա Ազոն և Ազոնից, մի հատ էս բլաշ ունեի, ես ցույց տամ ձեզ, իմ շատ սիրելի աղջիկներ, այսպիսի պալյատ էին ինձ բերել Ֆրանսիայից նվեր, ինչ է կոչվում Marionnaud, բայց ինձ դուր չի եկել, իրա մեջ սենց սովետսկի վրեմենա, չէ, տենց 2000-ականների ճեների գույներ է, և սենց շրտներ, այս ինչ ես քսել եմ այնտեղ մակրե փորձարկումներ եմ արել, ոչ մեկ դուրս չի եկել, և այստեղ ունեի բլաշ, էլի այն գույնը չէր ու այն տեքստուրան չէր, որ ինձ պետք էր, ու ինչ արեցի ես, ըստ ձեզ ինչ արեցի, մտա Ազոն, ասացի լավ մի հատ այնտեղ նայեմ, տենամ ինչ կա, չկա, դե Վայլբերրիս անիմաստ թանկացրել են, հետո էլ գումարները քաշում են քարտից, եթե քարտդ գցած է ինձանից շորթել են ահագին գումար, Վայլբերրիսից ես հրաժարվել եմ և ջնջել եմ այդ հավելվածը, քարտս այնտեղից հանեցի ու ջնջեցի, առանց իմ իմացության գումարներ էին քաշում մանր-մունր, բայց հետո ամսվա մեջ ահագին գումար էր լինում։
Որոշեցի Ազոնից օգտվեմ, Ազոնից իմիջերից շատ գոհ եմ, լավ կոսմետիկաներ է գալի էլի բաներ կա, որ հարմար է, վալբերություն չկա, այնտեղ ավելի էժան է։ Մտա Ազոնում գրեցի բլաշ, այս պալետը բերեց Սիրունիկ, Big Color, սրա վերաբերյալ է վիդեո ունեմ, սրանից առաջ եմ տեղադրելու, կնայեք։ Դե բերեց այս պալետկան, ես մտածեցի, վատ չի, իմ ուզած գույնն է, Սիրուն ռոզվի է, մի հատ Ռումյանայի գումարով կարամ համ պուդրա ունենամ, համ հայլայթեր ունենամ, համ կոնտուրը բաց է, չեմ օգտագործում, իսկ այստեղ բոլորը օգտագործում եմ։ Եվ սա էլ վատը չի, բայց էլի իմ ուզածը չի, ինձ համար մի քիչ մուգ էր դեմքին, մի քիչ շատ եմ անում, այն չի, մի քիչ եմ անում, էլի այն չի։ Եվ հետո ձեզ ասեմ, երբ որ մեջը մանր փալիկներ ա լինում ու ավելի պերսիկ ա գնում, ավելի սիրուն ա լինում դեմքի վրա։ Եվ զգացի, որ սա էլ էլի իմ ուզածը չի, նենց չի վատնա, բայց նենց չի, որ իմ ուզածն է։ Լավ, մտածեցի, ինչ անեմ, որ գտնեմ իմ ուզած պրոդուկտ։ Եվ պատրաստեցի սեփական ձեռքերով իմ ուզած ուրեմն բանը, բլաշ։ Ուրեմն, ունեի սենց մի հատ ամանիկ, որը դատարկ էր, սրա մեջ է սարքեցի ու լցրեցի, չորացավ, դարձավ բլաշ։ Ճիշտն ասած, հիմա սենց բաց հայրևում ինքը սիրուն ռոզվի է։ Չգիտեմ ինչի այսքան բաց երևում, սենց փակենք ֆոնարիկից։ Ֆոնարիկն է պատճառը, որ ինքը սենց բաց է երևում, ինքը այս գույն չի։ Մի վայրկյան ռոզվի է, սիրուն անուշ ռոզվի գույն է։ Վայ դե սիրուն գույնը հողորդի մարդիկ տեսնեն։ Մի խոսքով սիրուն անուշ ռոզվի գույն է, մեջը փայլիկներ է կա, ինքը շատ սիրուն է դեմքի վրա երևում, անգամ ես իրեն ափսոսալով եմ օգտագործում, որովհետև չգիտեմ երկրորդ անգամ որ սարքեմ հենց այս գույնը կստանամ, թե չէ։ Ինչ եմ արա ես ընդհանրապես նայեք, նաև շատ սիրուն է ռաստուշով կա լինում։ Արկյան ինքը սենց սպիտակ է, ինքը սպիտակ չի։ Շատ սիրուն է ռաստուշով կա լինում ու շատ սիրուն է դեմքի վրա երևում։ Այս մեկ մի հատ սենց եմ սարքել, մի հատ Միլանի տուփի մեջ եմ սարքել, սա մի քիչ ավելի մուգոտ եմ արել։ Եվ սրա մեջ էլ երկու հատ սարքել եմ, երկու հատ Ռումյանա եմ սարքել, այս գույնից ավելի մուգ է գույնը, այստեղ մի քիչ սպրտնած ռոզվի է, բայց ինքը սիրուն ռոզվի է։ Մի հատ էլ հայլայթեր եմ իմ ձեռքերով սարքել, տեսեք։ Բա, հիմա ձեզ ցույց տամ ոնց եմ ես սարքել։ Ուրեմն, ինձ պետք էր ռոզվի գույն, ես վերցրեցի ռոզվի գույն, եթե ես մուգ ռոզվի բան չունենամ, այդ անունն ինչա, Ռումյանա, ես հանգիստ կարամ ներկերի խանութից, օրինակ տորթերի, ներկերի խանութից կարմիր գույն գնեմ, ռոզվի գույն ստանամ ու գույն ապահովեմ այնքան պրոդուկտի մեջ ու կստանամ այն ինչ որ կստանամ։ Ես խառնել եմ այս գույնը, իրանք բավականին մուգ ռոզվի է։ Մի փոքր էլ ես խառնել եմ այս պերսիկը, անգամ կառեշնևի գույներից էլ եմ թույլ խառնել։ Որից հետո, ու ոնց եմ խառնել, որ սիրուն փշրանքները լինի, քթալիկով չեմ վերցրել։ Վերցրել եմ այս սենց բան, սրանով եմ սենց փշրել, տենց սիրուն հատիկներ ա լինում, փոշի ա ստացվում, եւ խառնելուց էլ ա միասեռ ստացվում, եւ պրոդուկտն տենց շատ չես վնասում։ Այդ խառնելուց հետո, քանի որ ինքը այս պրոդուկտը յուղոտ էր մի քիչ, ես իր հետ խառնել եմ, որպեսզի լավ ռաստուշով կա լինի դեմքի վրա։ Ես խառնել եմ նաև իր հետ, նաև մի փոքր է բացացնելու համար պրիսիպկա։ Մի փոքր խառնել եմ պրիսիպկա։ Պրիսիպկան ոչ միայն բացացնելու համար եմ խառնել գույնը բացացնելու, նաև որպեսզի ինքը չորություն ապահովի, որտեվ ռումյանաներ կար, որ ես իր հետ խառնեցի, նրանք մի քիչ յուղոտ տեքստուրաներ էին, անգամ նենց հեշտ չէին ռաստուշով կա լինում, որպեսզի ռաստուշով կա լինեին, ես իրանց հետ խառնեցի մի քիչ էլ չոր պրիսիպկան, որպեսզի չորություն ապահովի եւ հեշտ ռաստուշով կա լինի դեմքի վրա։ Խառնեցի պրիսիպկա։ Իր հետ ես խառնել եմ մի փոքր այս հայլայթերից։
մի փոքր այս highlighter-ից անուշ գույն է ինքը, այստեղ սիրուն չի երևում, էլի սա սպիտակ է երևում։ Սեռախոսը ինչ գույներ է ցույց տալիս։ Ես իր հետ խառնել եմ այս product-ը տեսնում եք։ Ես այս product-ի վերաբերյալ վիդեո ունեմ, եթե չեմ սխալվում, եւ ես ձեզ ասել եմ, որպես highlighter ես մենակ սա եմ օգտագործում, այս երկու գույները մնում է։ Այս ռոզվին հետաքրքիր ռոզվի էր, ես այս ռոզվի գույնը նույնպես ավելացրել եմ իմ ռումյանայի մեջ եւ սենց սիրուն, սրանով սենց սանրում է, սիրուն փշրվում է։ Հետո հեշտ է ստացվում էլի product-ը անել։ Մի քիչ սրանից եմ խառնել։ Դա այդ փայլիկները ավելի product-ը սիրուն են սարքում։ Էս եմ արել, ձեռքի տակ ինչ ունեք, դուք կարաք սիրուն բաներ ստանաք։ Անգամ ճեները կարաք խառնեք։ Մի փոքր է, եթե չեմ սխալվում, հա, սրանից ու սրանից եմ խառնել։ Տեսեք, ես ռումյանա եմ սարքել, բայց իրանց մեջ highlighter եմ խառնել, անգամ մուգ highlighter եմ խառնել, ու ստացել եմ սիրուն ռումյանա։ Ունեք ում մտքով կանցներ, մենակ իմ մտքով։ Եվ եթե զգում էի խոսքի օրինակ իր մեջ ռոզվին շատ արդեն պրիսիպկա է ավելացնում եւ գույնը բացացնում էի։ Իր հետ խառնել եմ սպիրտ, ասեմ որ դուք կարող եք ինտերնետում տեսնեք փշրված ճենը կամ ռումյանան, պուդրան, ինչպես են հավաքում, հետո սպիրտ են խառնում, բայց դուք տեսած կլինեք ինտերնետում սխալ են անում։ Իրան բավականին պինդ տենց քթալիկով դնում են, նստացնում, չէ, ես իրան բավականին ջրիկ եմ անում, ու տեն ջրիկ լցնում։ Հետո ինքը մնում է, երեսի այդ սպիրտը հավաքվում է երեսին, անձեռոցիկ եմ վրան պահում, քաշում է, հետո չպահեմ է տենց բաց թողնում եմ, ինքը մի քանի ժամ հետո չոր է։ Արդեն տենց ավելի սենց միասեռ զանգված է ստացվում։ Քանց թե երբ որ ես մեծ խիտ անեմ, հետո պիտի պրեսավատ անեմ, իսկ սենց պրեսավատի կարիք չի ունենում։ Սպիրտից հետո մի երկու հատ էլ սենց նուրբ հոտով pink shell-ի օծանելիք եմ ցանել, որպեսզի երբ որ մենք առնում ենք կոսմետիկա, ծին կլինի, ռումյանա կլինի, կոնտուր կլինի, հոտ եմ չէ քաշում, տեսնենք այդ կոսմետիկայից ինչ հոտ է գալիս, որպեսզի անուշ հոտ ապահովեմ, նաև մի փոքր օծանելիք եմ արել։ Եվ վերջ։ Եվ երբ որ ստացա այս գույնը, ես սենց ապշած էի ու հիացած։ Ու գիտեք ինչի վրա եմ նաև ես ջղայնանում, տեսեք, ես ինքս կոսմետիկա պատրաստող չեմ, չէ, բայց իմ ֆանտազիան ինձ թույլ տվեց ես պատրաստեմ մի product, որ ինձ պետք էր, մի գույն, որը որ ես ստացա, պատրաստեցի, եւ այնպիսի տեքստուրա ունեցող, որ հեշտ առաստուշով կա լինում եւ շատ սիրուն է լինում դեմքին։ Հիմա օրինակի համար այս ֆիրման Revolution ֆիրման շատ դիմահարդարներ ունենում են, ես իրան չեմ սիրում, ինձ հիմնականում նվիրել են, ես դա համար ունեմ։ Այս ֆիրման, տեսեք, ես սրա վերաբերյալ վիդեո ունեմ նկարած։ Սա կոսմետիկայի գործարան ունեցող ինչ-որ ֆիրմա է, չէ, հայտնի ֆիրմա է, բոլորին հայտնի Revolution ֆիրման է։ Հիմա այս ֆիրման ինքը չի հասկանում, որ այս պրոդուկտը նենց է սարքել, որ ինքը ռաստուշովկա չի լինում։ Ու գիտեք ինչի՞ չի ինքը ռաստուշովկա լինում, որովհետև ինքը շատ յուղոտ է։ Կոնտուրը յուղոտ չպիտի լինի, կոնտուրը պիտի լինի շատ փափուկ, չորություն ունենա եւ հեշտ տարածվի, ոնց որ օրինակ սա է հեշտ տարածվում։ Իսկ սա ինքը յուղոտ է, երբ որ ես ուզում եմ իրան ռաստուշովկա ունեմ որպես կոնտուր, միտեղ սենց գիծանում են, մնացած մասը չի գնում, յուղոտ է ինքը, իր մեջ ինչ-որ յուղային բան կա։ Ասենք կներեք էլի, ֆայմի գործակիցը բա որտեղ է, բա ինչ-որ գործարան եք, ինչ-որ ֆիրմա եք, բայց չեք հասկանում կոսմետիկա եք սարքում, ոնց սարքեք, որ այդ մարդը կարողանա հանգիստ օգտագործի։ Այս իր յուղոտության պատճառով ինքը ռաստուշովկա չի լինում, ինքը դեմքի վրա ինչ-որ գծեր է լինում, ինչքան ուզում ես տանջվի, ինչքան ուզում ես նուրբ վրձին արա, ձեռքիդ թաթախի, չգիտեմ, մի անձեռոցիկին թաթախի, զգուշ քսի, ոնց ուզում ես քսի, ինքը ռաստուշովկա բացարձակապես չի լինում, ինչ-որ տարօրինակ գծեր է լինում դեմքի վրա։ Շատ մենակ այս highlighter-ն եմ կարողանում օգտագործեմ։ Բայց հիմա ես պիտի ստիպվածա փշրեմ, սրա հետ պրիսիպկա խառնեմ, սպիրտ խառնեմ, գույնն էլ մի քիչ այն չի, մի քիչ գույն ապահովեմ, նորից լցնեմ այս տուփի մեջ, որ կարողանամ օգտագործեմ։ Ես տեսեք կոսմետիկա պատրաստող չեմ, բայց դրա համար էլ է պետք մի քիչ քթածակ ունենալ կոպիտ ասած, որ կարողանաս նենց product սարքես, որ կարողանաս օգտագործես։ Ամենաթանկ ֆիրմաներից է որոշ բաներ եմ ես ունեցել, ես ափսոսացել եմ այդ գումարից, որ ուղակի
որ ոնց որ դենն է տես, առնում ես, գում ես ինքը այն չի, նենց չի ռաստուշովկա լինում, նենց չի տարածվում, ստիպված այդ պրոդուկտից ազատվում ես։ Ես ռումյանան էլ արդեն չէի ուզում էլի անիմաստ գումար կորցնել, ու բացի գումարը պատվիրում ես սկսելուց օգտագործելուց գում ես էլի ինքը այն չի, ինչ որ քեզ պետք է։ Դրա համար ստիպված ես պատրաստեցի ու այնքան ուրախացա, որ պատրաստեցի։ Հիմա եթե ձեռքից տակ, տեսեք, ես խառնել էի այստեղ մուկ, տեսեք, մուկ ռոզվի գույն, ճիշտ է։ Եթե ես այդ ռոզվի գույնը չունենամ էլ, հետո սա էլ ասենց շատ յուղոտ ինչ-որ պրոդուկտ է ինքը։ Եթե ես յուղոտ է, բայց ներողություն, յուղոտ է, բայց ինքը ռաստուշովկա է լինում, ոնց է ինք դնում, հա, սենց, յուղոտ է ինքը, բայց ռաստուշովկա է լինում, իսկ այս պրոդուկտը, ասենք ես չեմ կարող էլի հասկանամ, բա ֆիրմա ես, ինչ-որ չափով բյուջետային ես, թե ոչ բյուջետային ես, հայտնի ֆիրմա ես, նույնիսկ չես ուզում քո պրոդուկտներն ես սարքես, որ մարդիկ առնեն այդ պրոդուկտը։ Օրինակ ես ունեմ հիասթափվեցի այս պրոդուկտից, ինձ նվիրել են այս շրթներկու ինքն հենց չի էժանա, մագնետիկով շրթներկ, ասենց միակ իրա լավը դիզայնն է և այս մագնետիկը։ Ու ինքը թանկ է, հենց չի էժան շրթներկ է։ Ուրեմն հոտը ընդհանրապես լավը չի, զուտ մենակ հոտի համար ես իրան չեմ ուզում օգտագործեմ, ինքը մատվի շրթներկ է, բայց ինձ դժվար է քսվում։ Ասենք գնին համարժեք, այս շրթներկը պիտի ինքը հեշտ քսվի։ Ինքը թանկ է, էժան չի, բայց որպես այդ գնին համարժեք, ինքը որպես պրոդուկտ պիտի հեշտ տարածվի։ Maybelline-ը և L'Oreal-ը մի ժամանակ, հիմա նրանք էլ են փչացրել, հեշտ էին տարածվում, շատ հանգիստ, L'Oreal-ը ուներ ինքը պրոդուկտ։ Եթե պրոդուկտը էժան չես դնում, դու ինչ-որ հայտնի գործարան ես, պրոդուկտիդ վրա աշխատի, դժվար է աշխատելը։ Մի խոսքով, Revolution-ից ես ունեմ նաև ճեն և highlighter, այս ճեն, այս էլ highlighter, highlighter-նից էլի մի երկու գույն կա օգտագործվում է, բայց էլի տենց գոհ չեմ, բայց ես ճեներից, ասենք սրանք վաբշե պիգմենտ չունեն, իրանց չես կարող օգտագործես, ես այստեղից կարող եմ օգտագործեմ սա, չորը լավն է, այս չոր ճենը լավ է ռաստուշովկա լինում, օգտագործում եմ սա, սա եմ իրա վրա օգտագործում, մեկ-մեկ է, ասենք սա, հիմնականում իմ օգտագործվողը այս գույնն է, սա, այս մնացածը էլի տենց պիգմենտներ չունեն, որ սիրուն նստեն, որ տաքսիբ է, դրա համար է պիտի ինքը շատ էժան լինի, բայց ինքը տենց շատ էժան է չի, իսկ այս պրոդուկտը սիրում եմ, որ և թեթև իրան վերցնես վրձնով, թեթև հաղորդես կոպի վրա, դեմքի վրա և ինքը տարածվի հեշտ, այլ ոչ թե քսի, թե պիտի քսվի։ Նրանք սա սև գույն է, բայց ինքը ընդհանրապես որպես սև չի քսվելու։ Ստեղից հատուկ են գույները, որ օգտագործվում է, սա է, էլի ինչ-որ չափով սա է։ Մի խոսքով, չգիտեմ, հիմա այստեղ BH-ից ես ունեմ պալետ, BH Cosmetica-ից, Color Pop-ը կարծեմ նույնպես շատ լավն է ու հելի ես նույն գործանում են սարքում, Huda Beauty-ն էլ են նույն գործանում սարքում, Անաստասիան էլ, պիգմենտը շատ լավն է, մի փոքր վերցնում ես, հեշտ հաղորդում է, հեշտ տարածվում է, սրանք էլ նայում ես, ինքը շատ լավ պիգմենտ ունեն, պրոդուկտը հենց այդպիսին պիտի լինի, հեշտ տարածվի, հեշտ հաղորդի, այլ ոչ թե տանջվի, թե պիտի օգտագործես, պլյուս տանը, ասենք, նման հենց շատ էժան չես առնում, էլի նորմալ գումար ես տալիս։ Իսկ ինչ այդ Ռումյանայի հետ որ խոսում էի, Ռումյանայի հետ կապված որ խոսում էի, օրինակ այս բլաշը, կոնտուրը, տենց շատ պրոդուկտներ կա, որ դու առնում ես, իրան չես կարող օգտագործես, որտեղ ինքը չի տարածվում։ Դե հիմա ես էդ եմ ասում, եթե դու գործարան ես, եթե դու բրենդ ես, եթե դու ինչ-որ ֆիրմա ես,
բա կոսմետիկայի ֆիրմա ես, բայց չես հասկանում կոսմետիկան հենց սարքես, որ մարդը կարողանա որպես կոսմետիկա իրան օգտագործի, այլ ոչ թե տանջվի իր ձեռքը։ Ասենք դու պատրաստել ես կոնտուր, բայց այդ մարդը կոնտուրը չի կարող օգտագործել, որովհետև ինքը ռաստուշովկա չի լինում, որովհետև դու իր հումքը, իր այդ պրոդուկտի այդ, չգիտեմ, պարագաները, սխալ բաներ ես իր մեջ խառնել։ Ուրեմն դու բրենդ կոչվելու իրավունք չունես, ուրեմն դու ֆիրմա կոչվելու իրավունք չունես, ուրեմն դու կոսմետիկա արտադրելու իրավունք չունես։ Իսկ ես ափսոսում եմ, որ Հայաստանում չկա, եթե ես ապրեի Ֆրանսիայում կամ ինչ-որ տենց նմանատիպ ինչ-որ երկրում, ես հաստատ եւ օծանելիքներ կսարքեի, եւ բավականին լավ կոսմետիկ միջոցներ կարտադրեի, կսարքեի։ Հիմա սա իմ ընկերուհիներին ցույց տվեցի, ով օգտագործեց, ասում եմ, վաու, այս ինչ լավն է մեր համար է սարքել, ասում եմ, կարող ես սարքեմ հենց այս գույնը կոնկրետ չստանամ։ Բայց եղանակը ցույց տվեցի, ասում եմ, դուք ձեր համար սարքեք։ Ես ինքս շատ հիմա զբաղված մարդ եմ, ներողություն եմ խնդրում ձեզ, բայց ես զբաղված եմ։ Ու իրանք էլ են էլի նույն բանն ասում եմ, մալադյեց, մեր մտքով երբեք չեր անցնի, որ կարելի է պատրաստել, ասենք, ռումյանա։ Ну, молодец, так молодец։ Ես սարքելուց հետո ասում եմ, ես ինքս ջղայնացա, որովհետև ասում եմ, ես կոսմետիկա սարքելուց հեռու մարդ եմ, ուղղակի սիրում եմ կոսմետիկ միջոցներ, ուղղակի դա ինձ համար հոբբի է, բայց ֆիրման, եթե չի կարողանում ստեղծի նենց պրոդուկտ, որ օգտագործես, ուրեմն ինքը ֆիրմա կոչվելու իրավունք չունի, ինքը իրավունք չունի կոսմետիկա արտադրելու։ Սխալ բան ասացի, չասացի։ Այսքանը ժողովուրդ ջան, աղջիկներ ջան, հուսով եմ օգտակար վիդեո էր, եթե դուք էլ ունեք տենց խնդիր չեք կարող ձեր ուզած պրոդուկտը գտնեք, ես ձեզ ընդհանուր ուղղությունը տվեցի, ոնց կարելի է պատրաստել այդ պրոդուկտը։ Լավ մնացեք։